Բայց հարալ է քեզ, հա։ Հա, որ։ Ես մտածում էի դու վերջացած ապուշի մեկն ես։ Ով չի հասկանում, թե ինչ անում ու չի գիտակցում իր արարքների հետևանքները։ Բայց պարզվեց, շախմատիստի ճշգրտությամբ հաշվարկում ես ամեն մի քայլին։ Որոշել ես հետս հոգեվերլուծության անվճար սեանս անցկացնես։ Ես որ դեմ չեմ։ Դիագնոզ ունես արդեն։ Սոցիոպատ եմ, թե լավ կազմակերպված հանցագործ։ Միգուցե խորը նարցիսիստ։ Արտահայտված սոցիալական հակումներով ու անկայուն սուպերեգոյով։ Կամ օրինակ պսևդոկոգնիտիվ դիսոնանսի մեջ գտնվող պարանոիդ շիզոտիպիկ։ Հա? Իսկ դու մտածում ես ես այդքան պրիմիտիվ եմ։ Հորս տված խորհուրդներից մեկը ես լավ յուրացրել եմ։ Ու էդ է նա, որ միշտ թաքցնես խելքդ։ Թաքցնես այն, ինչ մտածում ես։ Որ մարդիկ մտածեն քեզանից վտանգ չկա։ Հեշտ կառավարվող ես։ Գիտես, ես շատ եմ հանդիպել Բերքանոման հանցագործների։ Քեզից ավելի խելացի, ավելի կարդացած։ Բայց ես բոլորիդ միավորում եմ մի ընդհանուր թերություն, որը ի վերջո ես բոլորիդ կործանում է։ Այդ ավելորդ ինքնավստահության զոհն եք դառնում։ Հետաքրքիր բան ասացիր։ Ինքնավստահության զոհ։ Բայց իրականում ինքնավստահության զոհ դառնում են այն մարդիկ, ովքեր վստահ են, որ շրջապատում իրենց հարգում ու սիրում են, ու իրենց վտանգ չի սպառնում։ Ես այդ շքեղությունն ինձ թույլ տալ չեմ կարա։ Իսկ գուցե դու ամենասովորական վախկոտն ես, ով թաքնվում է այդ ինտելեկտուալ խաղերի հետևում, ով մտածում է, թե ինքնատիրության տերը, ինքնակառավարում խաղ է։ Բայց իրականում այդ խաղը ուրիշներն են կառավարում։ Ու երբ պետք լինի, այդ ուրիշները ձեր նմաններին դուրս կշպրտեն։ Շախմատ խաղում ես։ Առաջ հա, հիմա ձեզնով եմ զբաղված, ժամանակ չունեմ։ Էական չի, ուրեմն կանոնները գիտես։ Շախմատում ամենալավ պաշտպանությունը դա պաշտպանության բացակայությունն է։ Երբ հակառակորդդ գիտի, որ դու պաշտպանվում ես, նա անպայման կգտնի քո թույլ տեղն ու կխփի։ Իսկ երբ չգիտի, թե որ ֆիգուրն ես պաշտպանում ու ինչ ստրատեգիա ես օգտագործում, չի իմանա, թե որտեղ խփի։ Ու երբ ամեն ինչ վերջանա, ես կլինեմ միակ ֆիգուրը, ով կմնա խաղատախտակի վրա։ Անկեղծ ասած զարմացած եմ։ Հա։ Ասեմ ավելին, ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ինձ նույնիսկ հաճելի է քո հետ շփվելը։ Այնպես մի բան չեմ կարողանում հասկանալ, Ոնց կարար քո նման ինտելեկտուալ մարդը, թեկուզև թաքնված, ով հստակ հասկանում է իր արարքների պատճառը հետևանքային կապը, գնար այդպիսի ծանր հանցագործության, սպաներ մի անմեղ կնոջ, որին իբր թե սիրում։ Իսկ ինչ ասերը։ Դու դա քո ձևով ես ընկանում, թե դասական փաթեթավորմամբ։ Ռոմեո, Ջուլիետ, հավերժ քնքշակ, մանուշակների բույր։ Սպանել հանուն սիրո, էդ է քո գաղափարը։ Մարդիկ սպանում են ոչ թե հանուն սիրո, այլ սիրո իլյուզիայից դրդված։ Սիրո օբյեկտը նույն ֆիգուրն է խաղատախտակի վրա, որը թվում է ամենակարևորն է։ Մինչև այն պահը, երբ որ հասկանում ես, որ այդ ֆիգուրը ընդամենը խաղի մի մասն է, ոչ թե թագուհին։ Ընդամենը արդարանում ես, որ թաքցնես ներքին ցավդ։ Ես չեմ արդարանում։ Ոչ էլ սպասում եմ։ Սպասելը թույլ մարդկանց համար է։ Ով սպասում է դառնում է զոհ։ Կամ էլ վերջում ամեն ինչ շահում է։ Ես կսպասեմ բեք։ Ու երբ ժամանակը գա,
Ես կհայտնվեմ քո թիկունքում։ Ու դու չես էլ հասկանա, թե դա ոնց եղավ։ Այ քեզ ես կսպասեմ։